Վանեսյան, զեկույցի համար իհարկե թերևս ավելորդ չէ հիշեցնել, որ նախորդ տարին կամ այս անցնող փուլը առողջապահության համար ամենածանր եւ դժվար տարին էր, որը պատվով այսպես կատարեցինք բոլորս միասին ձեր գլխավորությամբ եւ հենց դրանով էլ պայմանավորված է մեր բնակչության գոհունակությունը բուժ սպասարկումից, բայց մի քանի խնդիրների եմ ուզում անդրադառնալ, բայց մինչեւ խնդիրները դուք ձեր զեկույցում երբ խոսեցիք դիակային դոնորության մասին, իհարկե սա ողջունելի է, բայց ես Եթե չեմ սխալվում, մենք օրենսդրական փոփոխություն էինք արել, որտեղ որ եթե մարդը իր կենդանության օրոք չի հրաժարվում դոնոր լինելուց մահվանից հետո եւ իր ամբուլատոր քարտում հատուկ դա չի նշում, ապա ավտոմատ կերպով նա դառնում է դոնոր։ Այստեղ դուք խնդիրների մասին խոսեցիք, որ հարազատները կարող են թույլ տալ եւ թույլ չտալ։ Այս իմաստով, եթե մենք արդեն օրենսդրական փոփոխությունը արել ենք, ինչ խնդիրներ կարող են առաջանալ, գուցե հավելյալ օրենսդրական լուծումների կարիք կա, սա իհարկե հետո կքննարկենք, եթե կա կամ եթե ինչ որ բան բաց ենք թողել, եւ հիմնականում բնակչությունից եկող երկու այսպես բանի եմ ուզում անդրադառնալ, ինչպես միշտ դուք գիտեք, շտապ օգնության 8 կանչը, որ անվճար է, դրանից հետո դառնում է վճարովի, իհարկե դուք մոնիտորինգ անում եք, որպեսզի տեսնեք վերանայել, կարելի է վերանայել թե ոչ եւ քանակը ավելացնել, նորություն կա արդյոք այս առումով թե ոչ, եւ նաեւ խոսեցիք ուռուցքաբանության եւ ճառագայթային թերապիայի եւ մնացած ծառայությունների մասին, մի քանի անգամ քաղաքացիներ են եղել, որոնք ասում են, որ ոչ միայն այնտեղ էլի հիվանդանոցներ կան, որտեղ որ առողջության ապահովագրության շահառու մարդկանց կոնսուլտացիայի համար ստիպված են լինում նրանք վճարել, արդյոք իրենք իրապես պիտի վճարեն, խոսքս համավճարի մասին չէ, որովհետև այն ամբողջությամբ օրինական է իհարկե, բայց արդյոք կոնսուլտացիան փաստորեն HIV պացիենտների ինքը վճարովի է մեր ապահովագրության շրջանակներում, թե ոչ, շնորհակալություն։ Շնորհակալ եմ Տիկին Բադալյան հարցերի համար։ Գիտեք, այո, մեր օրենքով ըստ էության մարդը հանդիսանում է դոնոր, եթե իր ամբուլատոր քարտում նշում չի արել հրաժարվելու մասով։ Բայց այստեղ Սահմանադրական դատարանի որոշմամբ օրենքի մեջ որոշակի դրույթի փոփոխություն է արվել ժամանակին, որի համաձայն անգամ եթե մարդը նման գրառում իր ամբուլատոր քարտում չի իրականացրել, մահվանից հետո հարազատը միևնույն է պետք է համաձայնություն տա։ Այո, այստեղ որոշակի մարդու կամահարթայթության դուալություն կա եւ այս է խնդիրը, որ Սահմանադրական դատարանի որոշումից հետո մենք պարտավոր ենք հարազատի թույլտվությունը վերցնել մահվանից հետո։ Այսինքն անձը եթե հրաժարվել է այլևս հնարավոր չէ նրան որպես դոնոր ընդգրկել, բայց եթե մարդը նման գրառում չի արել եւ հանդիսանում է հիպոթետիկ դոնոր, ապա նրա հարազատը հաջորդիվ պետք է համաձայնություն եւս տա։ Այստեղ մենք հետագայում նաեւ կքննարկենք միասին հասկանալու եւ գուցե կարիքը կլինի նաեւ Սահմանադրական դատարանի հետ քննարկելու, հասկանալու թե ինչպես կարող ենք այս ինչ որ առումով երկակիություն վերացնել, ինչը գուցե ինչ-որ առումով օգնի այս ծրագիրը էլ ավելի մեծ տեմպով առաջ տանելու, որովհետև ես ձեզ վստահեցնում եմ կարիքը շատ մեծ է, այս ընթացքում էլ բազմաթիվ քաղաքացիներ այս հարցով մոտենում են եւ մենք էլ պիտի շատ խոսենք սրա մասին, որ մեր հանրության մեջ ընկալումները եւ վերաբերմունքը կամավոր դոնորությանը փոխվի։ Շտապօգնության ծառայության մասով Տիկին Բադալյան մենք էլ ինչպես հիշում եք ասում էի, որ ամեն ամիս որոշակի մոնիտորինգ անում ենք եւ ես հետեւում եմ։ Այստեղ ուրախ եմ ասելու, որ ընդհանուր առմամբ վիճակագրությունը ցույց է տալիս, որ 8 կանչը բավական է եւ մի ուրիշ վիճակագրություն էլ ձեզ ասեմ, մենք ինչպես նախորդիվ այս որոշումը կայացնելուց առաջ մեր մոնիտորինգներ ցույց տալի, մենք ունենք փոքրաթիվ անձինք, ովքեր չարաշահում են
100-ներով կանչեր անելու եւ այս վերջերս էլ մի անձի հետ կապված 500-ից ավել կանչեր արել եւ նրան արդեն ուղարկվել են վճարման անդորագրերը եւ հարկադիր կատարումով մենք նրանից կգանձենք։ Այսինքն մենք այստեղ ըստ էության հավաստիացնում ենք, որ մեր մոտեցումը, որ քաղաքացին մանավանդ երբ որ արդեն հաշմանդամություն ունեցող անձինք եւ 65+ անձինք իրենց դեղերը քրոնիկ ստանում են, հնարավորություն ունեն պոլիկլինիկա գնալ, այնտեղ հետազոտություն անցնել, այսինքն մենք այնպես չի որ միայն այս մի կարգավորումն ենք մտցրել, մյուս կողմից էլ լրացուցիչ հնարավորություններ ենք ստեղծել, որպեսզի այդ կարիքը պոլիկլինիկական կամ էմերջենսի ծառայությունը կարողանա փակել, ըստ էության մենք դեռ կշարունակենք բանը, մոնիտորինգը, բայց խնդրահարույց դեպքերը շատ քիչ են եւ նման տարբերություն կա, այսինքն այն անձինք, ովքեր որ չարաշահում են, հիմնականում մեծ թվերով են չարաշահում, ինչը ցույց է տալիս, որ դա շտապ օգնության կանչ չէ։ Ես ուզում եմ ընդգծել առիթը օգտագործելով նաև, որ մեր կատարած շտապօգնության կանչի գնի վերանայման արդյունքում վերանայվեց նաև շտապօգնության աշխատողների աշխատավարձը, ինչը կարևոր փոփոխություն է եւ սա էլ նպաստելու է, որ ել ավելի լավ կադրեր կարողանանք ընդգրկել մեր համակարգում եւ ընդհանուր առմամբ պատշաճ գնահատել մեր սիրելի բուժաշխատողների աշխատանքը։ Հաջորդը խորհրդատվությունների մասով Տիկին Բադալյան, մենք տարեկան նույն նեղ մասնագետի 2 խորհրդատվությունն է, որ փակում ենք ապահովագրության փաթեթով։ Այսինքն, եթե անձը արդեն 2 անգամ օգտվել է ապահովագրության շրջանակներում խորհրդատվության հնարավորությունից, հաջորդիվ արդեն այո, այդ մասով պետք է վճարումներ իրականացնի, մեր փաթեթի արժեքը դեռ հնարավորություն է տալիս տարեկան 2 անգամ խորհրդատվությունը ներառել մեր փաթեթի մեջ։